Բարև ձեզ։ Ողջունում ձեզ։ Հաճախ եք մասնակցում պատարագին։ Այո, Որտեղից եք եկել, տեղացի եք։ Երևանից։ Հետևելով եկեղեցու շուրջ տևական ժամանակ ձգվող ճգնաժամին, որպես հավատացյալ, ինչ եք կարծում, ինչ հանգուցալուծում այն կունենա եւ որքան մոտ ապագայում։ Նախ անդրադառնանք եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամ հասկացությանը։ Եկեղեցու այդ հարցադրումը ներողություն պետք է խնդրեմ, բայց այդ հարցադրումը մի տեսակ ոնց որ արհեստականացնի խնդրեմը, բայց եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը բավական երկար տարիների արդյունք է, նոր չի։ Ուղղակի մի ուժեղ մարդ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյան անունով խնդրի մասին, եւ դա ոնց որ ներկայացվի արհեստական ձևավորված ճգնաժամ, բայց իրականում այդ ճգնաժամի դրսևորումները մենք տեսել ենք բավական երկար տարբեր դրսևորումներով, եթե ուշադրություն դարձնենք, մենք ինքներս կնկատենք, որ այդ հոգևոր կապի բացակայության պատճառով ձևավորված ճգնաժամը բավական երկար process է արդեն։ Ուղղակի բարձրաձայնվել է հիմա խնդրի լուծման համար եւ ներկայացվում է որպես ինչ-որ արհեստական ձևավորված ճգնաժամ։ Եվ ձեր կարծիքով տարիներ ձգվող այդ ճգնաժամի հանգուցալուծումը ինչ դրսևորում կունենա։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը բավական իմաստուն է եւ հոգեվոր սնունդը իմ կարծիքով ֆիզիկական սնունդից ավելի կարեւոր է եւ մեր ժողովուրդը շուտապույտ այդ հարցի լուծում կտա։ Ես վստահ եմ դրան։ Դա իմ անձնական Հարցի լուծման որ տարբերակն եք դուք ռեալ համարում։ Օրինակ հավաքվի Մայրաթոռի բակում ինքնաբուխ հավաքի տեսքով հավաքվի եւ պահանջի Գարեգին Բեի հեռացումը, թե այլ դրսևորում ունենա։ Կարծում եմ այդ եղանակը ավելի հավանական տարբերակ է, որ կհավաքվի ժողովուրդը, արդեն հավաքվում է, տեսնում ենք, արդեն հավաքվում է ամեն անգամ ավելի շատ մարդիկ են հավաքվում, կարծում եմ հենց տենց էլ տեղի կունենա, իմ կարծիքով այդպես էլ տեղի կունենա։ Բայց այդուհանդերձ որքան էլ շատ ժողովուրդ է հավաքվում, ամենայն հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող Գարեգին Բեն անդրդվելի է եւ կարծեք ճամբրուկները հավաքելու մտադրություն չունի։ Դե ինչ որ ունի սկիզբ, սկսվում է, այն էլ ունի նաեւ ավարտ։ Եվ այդ process-ը նույնպես կունենա իր գեղեցիկ ավարտը եւ վերջապես մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ իր հոտի մեջ հոգեվոր կապը կվերականգնվի եւ մենք բոլորս երջանիկ կլինենք դրանով։ Որևէ կոչ ունեք ուղված հոգեվոր դասի ներկայացուցիչներին եւ նաեւ հավատացյալ հոտի ներկայացուցիչներին։ Հավատացյալ հոտի կոչս հետեւյալն է, որ մենք բոլորս մեր հոգում, եթե մեր հոգում մանգանք, կտեսնենք խնդիրներ, որոնց մենք առնչվել ենք իրականում շատ երկար ժամանակ, ուղղակի պետք չի դա թաքցնել, այն խնդիրները, որ իրականում կա եւ մենք այսպես ասած խոհանոցներում ենք քննարկում, ճիշտ կլինի, որ իրականում քննարկվի արդեն նման վայրում եւ ներկայացվի, հա, ամեն մեկը ներկայացնի իր խնդիրը եւ դա կարծում եմ կբերի խնդրի լուծմանը։ Իսկ հոգեվորականներին ուղված կոչ հորդոր հոգեվորականներին ուղղված կոչս կլինի հետևյալը, որ իրականում պետք է նայեն, ինչպես ասում եմ, պետք է նայեն եւ տեսնեն, որ կա խնդիր եւ պետք է լսեն ու հասկանան, որ խնդրի լուծում պահանջում։ Պետք չի կարճած մնալ դահից։ Շնորհակալություն զրույցի համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։